Նորմալ եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եւ քպականների արշավ, այսպես ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաշվի առնելով, թե որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտնվել խորհրդարանում, նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Դե գիտեք ինչ կա, որևէ մեկի գերին չի, եւ այդ բանը, այդ գերի լինելու հանգամանքը անցած բանն արել, հա դավաճանեց, հա սենց արեց, ոչ մեկի գերին չի։ Պրոցեսները քաղաքական զարգանում են, գնում են, մարդիկ իրենց տեսակետների մեջ ճշգրտումներ են մտցնում եւ հանդես են գալիս, ասենք նոր դիրքորոշումներով իրենց քաղաքական կարիերան, իրենց տպաստը բերելու պետականության համար։ Բայց ես նորից եմ ասում, միանշանակ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է հատվածային եւ ըստ նպատակարարության եւ պարտավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալու միացնել նաեւ Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին չի արել, նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չի, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա։ Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտենք, որ ոչ մեկը չի, ասում եմ էլի դե, որ ոչ մեկը չի պահպանել կուսակալությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել, դա իմ անձնական կարծիքն է։ Հետեւաբար դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Մի րոպե, մի բարկյան, մի վարքյան, Ամերտ ասում եմ, բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու մասնախոս։ Ախպեր, բոլորը գիտեն այդ մասին։ Բոլորը գիտեն, որ դա այդպես է։ Ինչու է հիմա Փաշինյանը։ Հիմա մի րոպե հարցս, միտքս ավարտեմ։ Հա, եւ հետեւաբար, եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի համապատասխան կերպար։ Որտեղ է սա։ Մի րոպե, 7 տարի առաջ գիտեինք։ Բայց այդ մասում նպատակային օգտագործում։ Այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի այսպես կոչված իր երազած տիպարը, որտեղ է ճարելու այն արքեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը, չկա տես բան, նշանակում է իր նպատակը եկեղեցուն, եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Անհապաղ ազատել կաթողիկոսը։ Ինչ կարծում ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբանություն։ Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարող անել, որովհետև ես նախ առիթներ եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ ընդհանրապես եկեղեցու ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է ասենք ցույց տան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերին։ Քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Εμείς թևին մյուսները կարող պատահի կոչանեն, εμείς թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատահի խոհեմալեն չանեն այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները։ Տեսեք, հարցում եք, ասեք 7 տարի առաջ չգիտեք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ գիտեք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ։ Երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես, անհանգստությունից սարսռում ես, որ սա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Ադրբեջանը Պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս սկսածը ոչ Դա հիմքում գտեն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ տալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցին հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերներ պաշտպանի մարդկային արժեքի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանում է ղարաբաղցիների շահերը, ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Այսինքն Փաշինյանը Բա պիտի անի, անհանգ կարծում եմ։ Համաժողովն է եղել։ Այո, հա։ Այո, դա։ Դուք կարծում եք իրենց Չէ՞ կարող այդքան համակրումներ լինել։ Այսինքն Փաշազադեն երեխեք հարց եմ ուզում տալ մի ժամանակ։
Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված կողմ։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտենք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Գիտեք, ինչ եք տեսել։ Որտեւ ես տղամարդ եմ, էլի, գիտեք ինչ, կներեք, էլի։ Պարոն Աղազարյան, մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության կաստիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այնպես ապրիորի, հետո գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունի 30 տարեկանից։ Բայց միջև այդ կուսակրոն չէր։ Հետո դարով կուսակրոն նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես որ չեմ եղել չեմ հանդիսանում եսիմիջ քրիստոնյա մակարդակի հավատացյալ ես հասկացել եմ հետևյալ ձևով որ չամուսնանան այդ մարդիկ չամուսնանան որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ ասենք կուսակրոնության հենք հենց խախտված է այդպես նայենք կուսակրոն եթե ճիշտ եմ հասկանում կույս բառի մասը Խախտված է եղել, որ հետո որոշ ժամանակ հետո է դառել, չէ՞ կուսակրոն։ Ուզում է այդ բանը չի պահպանված եղել։ Հետևաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տարաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու, Աղազարյան, իդեպ դրա հետ կապված են արել խախտելը։ Որովհետև Եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, մենք հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել ենք այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ նաեւ եւ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, սերունդ տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություն կարող է չլինեինք եւ մենք չպիտի անդանդստենք, լացենք, լալկանք, հայրենիք են գտել Ես ենք արել, են ենք արել։ Մենք են քիչ ժողովրդերի մեջ ենք աշխարհի, որ հազարամյակներ առաջ պետություն ունեցել եւ այսօր պետություն ունի։ Եվ մենք սրանով պետք է հպարտանանք եւ ուժեղանանք։ Պարոն Աղազարյան, շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փոխրեր ձեր SMS-ները եւ ձեր անկողին մտներ, դա չէր կրկնի վեհապարի հետ։ Համաձայն եք այդ դիրքորոշմանը։ Դե գիտեք ինչ, հա, նաև այս հարցներ կա, էլի, իսկապես տեղին հարցը, ասենք եթե ինչ-որ մեկը խախտել է իր սկզբունքները խախտել է, ինչ-որ պայմանական սկզբունքները խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում, բայց որն ավելի բարոյական, այդ կամ անբարոյական, այդ հանգամանքն ավելի անբարոյական, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանքի մեջ Այսինքն ես մի առիթով ասեմ հիմա այս լայն այսպես կոչված բանով կօգտվեմ առիթից եւ կասեմ նորից նույն միտքը մոտավորապես եթե հատուկ ծառայությունները կապ չունի ինչ եղանակով իմ զուգընկերուհու կրսկալի միջից հանել են փաստաթուղթ կամ կհանեն փաստաթուղթ որը իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության կրելի իմաստով ես օքեյ եմ ընդ որում կրծքալը հակած վիճակում ես օքեյ եմ իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որևէ մեկը սադրանքներ անում նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում եւ հետո գտնում է հայտնաբերում է ապա հարամ բռնի դասկրած Զուգընկերուհու ասացի, պարոն Աղազարյան։ Պարոն Հակոբյան Դրա հետ կապված էլ կային հակասական տեղեկություններ, որ չէ ասեմ ոչ թե զուգընկերուհի է։ Ում Եվրոպա չգնում, ասեք թե զուգընկերը ինչ տարբերություն։ Ինչ կապ ունի դա։ Բան շուշտրի հարց է տալիս։ Աղազարյան, ես ճիշտ հասկացա, դուք եւ պարոն Ասլանյանը դեմ եք լինելու այդ impeachment-ին։ Մենք դեմ չենք լինելու, ինչպես մեկին, որ սկսել է պատիվ ունեմ խմբակցությունը։ Մենք չենք սատարելու։